Սիրելի ցեղ, բոլորը տեսակ ինչպես դաշնակցականները KGB-ն կազմակերպեց այդ ջահերով երթե դրոշների այրումը, արհեստական լարում առաջացրին քաղաքական իբրկան փորձ արեցին երկրում օրենքի նախագիծ մտցնելով ազգային ժողով ցեղասպանությունը հերքողին, չդատապարտողին դատելու, քրեականացնելու վերաբերյալ եւ այլն, դրանք բոլորը բացարձակ անպետք բաներ են, պարզապես քաղաքական օրակարգ են առաջացնում 1-2 օրվա, որտեղ 1-2 քայլ փորձում են առաջ գնալ, ազդեցություն տարածել եւ ազատվել իշխանությունից։ Սա է ամբողջ պատմությունը, որտեղ խորքային վերլուծություն ու մոտեցում էս խնդրին չկա։ Նախ զրպարտում են իշխանություններին, ասելով, որ մերժում են, չեն ճանաչում եւ այլն, դա աբսուրդ է, որտեղ չկա նման հայ եւ անգամ այս իշխանությունների մեջ չկային այդպիսիք, որ հերքեն կամ հրաժարվեն ցեղասպանությունից, դա անհնար է։ Այդպիսի մարդ չկա, ոչ միայն հայ, այլ մարդ չկա, որը ունի 60 IQ-ից բարձր IQ ու կարող է հերքել մի բան, որը միջազգայինորեն ճանաչված է, մի քանի տասնյակ պետություն է ճանաչել, Եվրոմիությունն է ճանաչել եւ ամենակարևորը ցեղասպանության մասնագետ գիտնականները համարյա կոնսենսուսով ճանաչել են ամբողջ աշխարհով մեկ տարբեր երկրներից, այսինքն դա անհերքելի փաստ է, անիմաստ է սրա մասին խոսել, որովհետեւ ոչ ոք չի կարող հերքել։ Ուրիշ բան, որ արտաքին քաղաքականության գործոն չեն դարձնում իշխանությունները, ըստ էության 30 տարի ոչ մի իշխանություն չի դարձրել դա արտաքին քաղաքականության գործոն, ինչքան էլ խոսեն դրա մասին, դա միշտ ունեցել է ներքին շուկայի ու սփյուռքի մեջ գովազդ ընդամենը իրական արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի արվել, ել չեմ ասում հետևանքների վերացման, էլի 30 տարվա մեջ սփյուռքը դեռ քաղաքացի չի Հայաստանի։ Ցեղասպանության առաջի հետևանքը, որ պիտի վերացվեր, առաջինը դա պիտի Հայաստանը աներ, ոչ թե միջազգային հանրությունը։ Նախ հայերին զրկել են հայրենիքից, հայրենազրկել են, ասել կուզե աշխարհի հայությանը առաջի քայլ որպես Հայաստանը պիտի գոնե առնվազն քաղաքացիությունը ճանաչեր աշխարհի հայության, որը մինչ օրս արված չի, ասել կուզե Հայաստանը ինքը քայլ անգամ չի արել ցեղասպանության հետևանքները վերացնելու ուղղությամբ, ինչի մասին է խոսքը չեմ հասկանում։ Հիմա ամենակարևորն այն է, որ այս իշխանությունը բարդագույն պայմաններում պետք է մանևրի թուրքական գործոնի արանքում, Ադրբեջան, Թուրքիա, թուլացած Ռուսաստան, չհետաքրքրվող Միացյալ Նահանգներ ու Եվրոպայում Ուկրաինայով զբաղված սեփական տնտեսությամբ, սեփական խնդիրներով զբաղվող եվրոպական երկրներ եւ շատ ցնցվող Եվրոպական միություն, այսինքն աշխարհակաղակական մի վիճակում ենք անկանխատեսելի, որը հավանաբար, չասեմ հավանաբար, բայց հնարավոր է, որ տարիներ տևեն, առնվազն Թրամփի նախագահության ընթացքում, այսինքն դեռ հստակ իրավիճակ աշխարհակաղակական չի ընդգծվում եւ այս իշխանությունը հիմա սաստիկ ծանր վիճակում է մանևրելու իմաստով։ Այս ընդդիմություն կոչվածը ինչ է պահանջում, որ անի այս իշխանություն։ Ախր այս իշխանություն, այս վարչապետին իր տիկնոջը զավակներին ես անգամ հայել եմ, հանկարծ չհամարեք պաշտպանում եմ եւ տխմար կլինի նա, ով կարծի, որ պաշտպանում եմ այդ մարդուն, չեմ ուզում, որ փոխվի, չեմ ուզում, որ նորմալ սահմանադրություն ունենանք, նորմալ երկրի ղեկավարություն ունենանք, ազնիվ
ազգային ժողովի պատգամա, իհարկե ուզում եմ որ փոխվի այդ ամեն ինչը, բայց դուք չեք փոխել 7 տարի։ Ես դրան ակտիվ մասնակցել եմ ամեն օր, օրը 24 ժամ, տեսանյութերս, տեքստերս, նյութերս վկա։ Դուք հեղափոխական եք եղել բացարձակ մեծամասնությամբ ձեզ ցույց են տվել մի բան, ասել են խիարը առել վազել եք եւ մի անգամ չէ։ Բազմաթիվ անգամներ, տարբեր շարժումներ, տարբեր ինչ իշխություն Հայաստանը մի խոսքով եղել է, դուք եք արել, ինչպես նաեւ այս վարչապետին եք արել, մինչեւ այսօր չեք կարում հանեք։ Եվ նրան հանելու բազում ուրիշ պատճառ ու առիթ ու պատրվակ է եղել եւ կա, ու դուք չեք անում, գալիս է նրանից, ինչ պնդել ենք բազմիցս, որ այդ քարյակը 3 նախագահները եւ այս մեկը չեկիստական պրոֆսայուզ են, 4-ը բուրգանի, 4-ը գլխով իրար ձեռ լվացող եւ այլն, իրար պաշտպանելով փոխադարձ անվտանգության երաշխիք միմյանց տալով ռուսական հայերի հյուծման եւ հնազանդեցման ծրագիրն են իրականացնում, այդ ասել ենք, բայց այդ ամեն ինչից զատ կա կոնկրետ ռեալ աշխարհաքաղաքական վիճակ, որը ձեր թույլ թողությամբ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թիմով պետք է կառավարի, ու դուք խանգարում եք, որ կառավարի, որտեվ անգամ վատ մարդը, այսօր այդ պաշտոնն է, անգամ վատ մասնագետը, վատ վարչապետը, վատ մարդը, ինչ որ է, ինչ ուզում եք ասեք եւ կարող եք իրավացի լինեք մեծ մասամբ, բայց փաստորեն այսօր ղեկը իր ձեռքում է եւ Հայաստանը սաստիկ վտանգավոր վիճակում է, սաստիկ, ոչ որովհետեւ ներսում, այլ աշխարհաքաղաքական վիճակն է այդպես, իսկ դուք ինչ եք ուզում, որ Թուրքիայի ու Ադրբեջանի դերոշներ վառեք եւ հարաբերություններ վարեն Թուրքիայի հետ, ինչը խիստ անհրաժեշտ է այսօր, խիստ կարևոր, ավելի լայն, ավելի ընդլայնված, ավելի խորը, ավելի հմուտ, ավելի վարպետորեն։ Դուք ուզում եք ինչ թշնամություն հրահրել այն վիճակում, երբ որ Հայաստանը ի վիճակի չի պատերազմել եւ բաներ չունի։ Այսինքն դուք ուզում եք ներքաշել երկիրը ցնցումների մեջ, աղետալի ցնցումների մեջ, միայն այն պատճառով, որ ուզում եք, որ Նիկոլին գցեք ձեր մարդկանց բերեք իշխանության, ախր դա կողքից միամիտներին է անգամ երևում, սիրելի հայեր, թշնամիներ, բարեկամներ, չգիտեմ ովքեր, ընդդիմություն, չդիմություն, ախր կան ազգային հարցեր, որտեղ չպետք է մտնեք, սիրելիներս, այդ ձեր ներքին գզվրտոցով, դրանք շատ ավելի բարդ ու բարձր հարցեր են, որտեղ իրական ցեղային կոնսենսուսի անհրաժեշտություն կա, այսինքն մեր երկիրը հիմա աշխարհաքաղաքական վիճակից ելնելով հատկապես սաստիկ վտանգված է հիմա, եւ դուք վարորդին, վարողին ուզում եք խանգարեք, որ վարի, ուրիշ հարցերով քննադատեք, բազում ուրիշ հարց կա, թողեք այս ցեղասպանության հարցը, սա արհեստական հնարած օրակարգ է եւ շատ թանկ բանը, շատ սուրբ բանը ցեղի համար եւ շատ վտանգավոր բանը դարձնում եք պարզապես խաղաթուղթ, որով ուզում եք խաղալ Նիկոլ Փաշինյանի դեմ, ամոթ է, մի հատ խելքի եկեք։